Այլ հայացք Իրանում ընթացող ցույցերին։ Արդեն 2 շաբաթ է Իրանում բողոքի ակցիաներ են։ Ամեն ինչ սկսվեց դեկտեմբերի վերջին, երբ Թեհրանի մեծ շուկայի առևտրականները գործադուլ հայտարարեցին ազգային արժույթի անկման եւ կտրուկ գնաճի պատճառով։ Կարճ ժամանակ անց ցույցերը տարածվեցին, ընդգրկելով նորանոր շրջաններ։ Ակցիաներին միացան նաև ուսանողները, իսկ սոցիալ-տնտեսական դժգոհություններին զուգահեռ սկսեցին հնչել նաև քաղաքական եւ հակաիշխանական կոչեր։ Վերջին տվյալներով բողոքի ակցիաներ են գրեթե բոլոր շրջաններում, մեծ ու փոքր քաղաքներում։ Իրանում արդեն մի քանի տարի շարունակվող տնտեսական ճգնաժամը 2025 թվականին Իրано-իսրայելական պատերազմից հետո ավելի սրվեց։ Վերջին 1 տարում Իրանի ազգային արժույթը ռիալը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 50%-ով, պաշտոնական գնաճը դեկտեմբերին կազմել է 42.5%, իսկ սննդամթերքի գները բարձրացել են ավելի քան 70%-ով։ Սա հանգեցրել է ֆինանսական շուկաների անկայունության եւ կապիտալի զանգվածային արտահոսքի։ Սկզբնական շրջանում ակցիաները խաղաղ բնույթ ունեին, իշխանությունների արձագանքը եւս համեմատաբար մեղմ էր։ Երկրի նախագահը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում էին, որ ցուցարարների դժգոհությունները հիմնավոր են եւ կառավարությունը պատրաստ է երկխոսության մեջ մտնել եւ կատարել ցուցարարների օրինական պահանջները։ Հունվարի 3-ին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին եւս հայտարարեց, որ պաշտոնյաները պետք է լսեն ցուցարարներին։ Միևնույն ժամանակ նա անիմաստ որակեց անկարգությունների մասնակիցների հետ երկխոսությունը, սպառնալով նրանց ցույց տալ իրենց տեղը։ Ակցիաների ընդլայնմանը զուգահեռ թափ ստացան նաև անկարգությունները, ինչին իրավապահներն արձագանքեցին կոշտ միջոցներով, կիրառելով ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։ Իշխանությունները սահմանափակել են նաև երկրում ինտերնետի հասանելիությունը։ Բողոքի ակցիաները երբեմն ուղեկցվում են նաև ցուցարարների եւ իրավապահների միջև բախումներով։ Փոխվել է նաև իշխանության ներկայացուցիչների հռետորաբանությունը։ Անկարգությունների կազմակերպման համար նրանք սկսել են մեղադրել նաև արտաքին ուժերին։ Հակասական տեղեկություններ են ստացվում թե ցույցերի ընթացքի, թե զոհերի մասին։ Տարբեր տվյալներով բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, այդ թվում իրավապահներ։ Վիրավորների թիվը մի քանի 100 է, իսկ ձերբակալվածների թիվը գերազանցում է 2000-ը։ Հանրային դժգոհությունը մեղմելու նպատակով կառավարությունը ձեռնարկում է նաև տնտեսական միջոցառումներ։ Արդեն հայտարարվել է 15 կետանոց ծրագրի մեկնարկի մասին։ Դրա շրջանակում բոլոր քաղաքացիներին 4 ամիս շարունակ ամսական 10 միլիոն ռիալ սուբսիդավորում կտրամադրվի։ Նրանց գնողունակությունը պահպանելու, գնաճը զսպելու եւ պարենային անվտանգությունն ապահովելու նպատակով։ Հատկացվող գումարը սակայն համարժեք է մոտ $7, ինչը ըստ տնտեսագետների հազիվ թե կայունացնի իրավիճակը, երբ մեկ անհատի համար անհրաժեշտ ամսական նվազագույն ծախսերը գերազանցում են $200։ Փողոցային ակցիաներն Իրանում նորություն չեն, սակայն այս անգամ Իրանում եւ տարածաշրջանում լիովին այլ պատկեր է։ 2025 թվականի հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմը զգալիորեն ազդել է հանրային տրամադրությունների վրա։ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից երկրի ռազմական կարողություններին եւ միջուկային ենթակառուցվածքներին հասցված վնասները, քաղաքացիական եւ ռազմական կորուստները հանրության շրջանում հարցեր են առաջացրել տարիներ շարունակ այդ ոլորտներում իրականացված հատկացումների արդյունավետության հետ կապված։ Թեհրանը տասնամյակներ շարունակ հսկայական գումարներ է հատկացրել նաև Ասադի ռեժիմին, Հեզբոլահին, Համասին եւ մի շարք այլ խմբավորումների, սակայն վերջին 2 տարվա զարգացումների հետևանքով դիմադրության առանցքը եւս գրեթե ջախջախված է։ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Դոնալդ Թրամփը վերականգնել է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը, ինչն ավելի է բարդացրել տարբեր սխեմաներով նավթի վաճառքի հնարավորությունը, ազդելով նաև բյուջեի եկամուտների վրա։ Միացյալ Նահանգների հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները նույնպես դադարեցված են եւ մոտ ապագայում չկան միջազգային պատժամիջոցների չեղարկման իրատեսական հեռանկարներ։ Այս գործոնների ամբողջությունն անշուշտ իր հետքն է թողնում Իրանում ընթացող զարգացումների եւ հանրային տրամադրությունների վրա։ Իշխանությունների վրա բացի ներքին ճնշումներից կա նաև արտաքին ճնշում։ Վենեսուելայում իրականացված ռազմական գործողությունից եւ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ ուշադիր հետևում է իրանական զարգացումներին։ Նա սպառնաց միջամտել, եթե ցուցարարներ սպանվեն։ Իրանի բարձրաստիճան ղեկավարությունը բավական կոշտ քննադատեց Թրամփի հայտարարությունը, դա որակելով միջամտություն երկրի ներքին գործերին։ Թե որքան կշարունակվեն Իրանում ցույցերը եւ ինչպես կզարգանան, դժվար է ասել, սակայն միանշանակ է, որ ներկայիս ակցիաները, որոնք 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր ամենազանգվածայիններից են, վկայում են Իրանի ներսում առկա համակարգային խնդիրների մասին, որոնց հասցեագրումն աստիճանաբար ավելի է բարդանում։